Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Հովհաննես Թումանյանի թարգմանությամբ կախարդի քսակը հեքիաթը։ Սկսեցինք։ Լինում են չեն լինում մի պառավ մարդ ու կնիկ են լինում, ունենում են 3 աղջիկ։ Օրերից մի օր մարդը մեռնում է, մնում է կնիկը։ Կնիկն իմանում է, որ իր մարդը ոսկով ու արծաթով լիքը մի մեծ քսակ է թողել ու մտքում մխիթարվում, ասում է, գոնե աղջիկներս քաղցած չեն մնա։ Եվ ինչպես կարգն ու օրենքն է, թաղում հուղարկավորում են իրենց մեռելը։ Դեռ իրենց գործը չավարտած, աղքատի կերպարանքով մի կախարդ է գալիս, իբրև թե ողորմություն է խնդրում, թե ինչպես է լինում, ինչպես չի լինում, սրան հաջողվում է քսակը ձեռքը գցել ու այնպես է ծլկում, որ չեն կարողանում իմանալ, թե որ կողմից եկավ ու որ կողմը չքացավ։ Այսպես խեղճ կնիկը 3 որպաղ չկանով աղքատանում է ու ճարը կտրած օր ու գիշեր է անում, աշխատում, որ կարողանա իր երեխաներին պահի մեծացնի։ Ժամանակ է անցնում, այս աղջիկները մեծանում են ու մի օր էլ մեծ աղջիկն ասում է. «Այ մեր, ես արդեն մեծացել մեծ աղջիկ եմ դարձել, ամոթ է ինձ համար այսպես անբան ու անգործ տանը նստելը։ Մի բաղաշ թխիր, տուր ինձ գնամ, աշխարհի աշխարհ ման գամ, իմ բախտը գտնեմ»։ Մերը բերում է մի բաղաջ է թխում ու աղջկան հարցնում, թե ինչպես է ուզում, կես բաղաջն է ուզում օրհնանքն էլ հետը, թե ամբողջն է ուզում առանց մոր օրհնանքի։ Աղջիկն ամբողջ բաղաջն է ուզում առանց մոր օրհնանքի։ Բաղաջն առնում է, ճամփա ընկնում, ասում է. «Մի տարուց ու մի օրից հետո թե եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ»։ Գնում է գնում, դուրս է գալիս մի անծանոթ երկիր։ Մի ճամփի վրա մի տնայք է լինում։ Մոտենում է տնակին, տեսնում է շեմքին նստած մի պառավ զառամ կախարդ կնիկ։ Կախարդը հարցնում է, թե ուր ես գնում, թե գնում եմ բախտս գտնելու։ Ինձ էլ հենց նման մի ծառայող է հարկավոր, արի ինձ մոտ մնա, առաջարկում է կախարդը։ Որ քեզ մոտ մնամ, ինչ պետք է անեմ։ Պետք է ձեռից ջուր լցնես, սրբես, շորերս հագցնես, ավլես, սրբես, վառարանը վառես, բայց վայն եկել է քեզ տարել, եթե ծխնելույզի մեջը նայես։ Աղջիկն ասում է, համաձայն է։ Առավոտը կախարդը որ վեր է կենում, այս աղջիկը ձեռին ջուր է լցնում, շորերը հագցնում, կախարդի դուրս գնալուց հետո էլ վառարանը սրբում է, բայց սրբելիս մտքով անցնում է, թե ինչ պետք է լինի, մի մեծ բան հոտ չի լինելու, եթե մի աչքի պոչով ծխնելույզի մեջը նայեմ։ Նայում է, ինչ է տեսնում։ Տեսնում է իր մորից գողացած ոսկով ու արծաթով լիքը քսակը հրես ծխնելույզի մեջ կախ արած։ Իսկույն հանում է, ուսը գցում ու թռչում դեպի տուն։ Ճամփին մի ձի է պատահում, առաջը կտրում է ու խնդրում, ասում է. «Աղջի ջան, աղջի, ինչ կլինի ինձ քորես, 7 տարի է ոչ ոք ինձ չի քորել»։ Աղջիկը ձեռքի փայտով ձիուն տալիս է, ճամփից դեն է անում ու անցնում գնում։ Առաջն է գալիս մի ոչխար, ասում է. «Աղջի ջան, աղջի, ինչ կլինի ինձ խուզես, 7 տարի է ոչ ոք ինձ չի խուզել»։ Աղջիկը սրան էլ է զարկում, ճամփից դեն անում ու անցնում։ Մի քիչ էլ է գնում, տեսնում է մի այծ։ Սա աղաչում է, ասում. «Աղջի ջան, աղջի, ինձ կլինի տեղփոխ անես, 7 տարի է ինձ տեղփոխ չեն արել»։ Աղջիկն այծի վրա քար է շպրտում ու իր ճամփեն շարունակում։ Գնում է պատահում մի խափան ջաղացի։ Խափան ջաղացը խնդրում է, ասում է. «Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, բան գցես ինձ, 7 տարի է խափան եմ, ոչ ոք ինձ բան չի գցում»։ Աղջիկը սրան էլ չի լսում, ներս է մտնում, դռան ետևը ձգվում, քնում։ Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը փախել է, նայում է ծխնելույզին, տեսնում է այնտեղ էլ քսակը չկա։ Կատաղում է, ընկնում է աղջկա հետևից, ճամփին պատահում է ձիուն։ «Այ ձի», ասում է, «ոսկով ու արծաթով լիքը քսակ ձեռքին իմ աղախնին արդյոք չես տեսել»։ «Հենց նոր այստեղից անցկացավ», պատասխանում է ձին։ Կախարդը վազում է, պատահում է ոչխարին։ «Այ ոչխար», ասում է, «ոսկով ու արծաթով լիքը քսակ ձեռքին իմ աղախնին արդյոք չես տեսել»։ «Տեսել եմ», պատասխանում է ոչխարը, մի քիչ առաջ դեսը վազելով անցավ։ Գնում եւ պատահում է այծին։ «Այ այծ», ասում է, «ոսկով ու արծաթով լիքը քսակը ձեռքին իմ աղախնին չես տեսել»։ «Ինչպես չէ, տեսել եմ», պատասխանում է այծը, «հենց նոր դեսն անցավ, դեպի են խափան ջաղացը»։ Գնում է խափան ջաղացի մոտ։
Այ խափանջաղաց, ոսկով ու արծաթով լիքը քսակ ձեռքին իմ աղախնին արդյոք չես տեսել։ Ինչպես չեմ տեսել, ներս արի հրես իմ դռան ետևը քնած է, պատասխանում է խափանջաղացը։ Կախարդը ներս է մտնում, տեսնում է աղջիկը հրես, քսակը գլխի տակին, դռան ետևը քնած է։ Ձեռքի կախարդական գավազանով զարկում է, քնած աղջկան դարձնում քար, իսկ ոսկով ու արծաթով լիքը քսակն առնում վերադառնում իր տունը։ Սրա վրա մի տարին ու մի օրն անց են կենում։ Միջնեկ աղջիկը տեսնում է, որ քույրը հետ չեկավ, մորն ասում է. ինչպես երևում է, քույրս բախտավորվել է ու լավ է ապրում, ամոթ չի, որ հենց ես տանը նստեմ պարապ-սարապ, մի բաղաջ թխիր, տուր ինձ գնամ աշխարհի ման գամ, իմ բախտը գտնեմ։ Մերը հարցնում է, թե ո՞րն ես ուզում, բաղաջի կեսն ես ուզում իմ օրհնանքի հետ, թե ամբողջ բաղաջն ես ուզում առանց իմ օրհնանքի։ Ամբողջ բաղաջն եմ ուզում առանց քո օրհնանքի, պատասխանում է աղջիկը։ Ամբողջ բաղաջն առնում է ու ճամփա ընկնում, ասում է. մի տարուց ու մի օրից հետո թե եկա, թե հո չեկա, իմացեք, որ ողջ ու առողջ եմ ու իմ բախտը գտել եմ։ Գնում է, սա էլ մեծ քրոջ նման է վարվում ու նրա բախտին է արժանանում։ Մի տարին ու մի օրն անց են կենում, հետ չի գալիս։ Փոքր աղջիկն ասում է. իմ քույրերն արդեն հասան իրենց մուրազին, միթե հենց ես պետք է մնամ այսպես անբան ու անգործ նստած, անպետք ինձ համար էլ ուրիշների համար էլ։ Մի բաղաջ թխիր, մայրիկ, ես էլ գնամ իմ բախտի ետևից։ Մերը հարցնում է, թե ո՞րն ես ուզում, կես բաղաջն ես ուզում իմ օրհնանքի հետ, թե ամբողջ բաղաջը առանց իմ օրհնանքի։ Փոքր աղջիկը, թե կես բաղաջն եմ ուզում, քո օրհնանքը հետը։ Մերը կես բաղաջը տալիս է իրեն, օրհնում ու ճանապարհ դնում։ Իր քույրերի նման սա էլ երկար դեսուդեն թափառելուց հետո գալիս է հասնում կախարդի կացարանին ու աղախին է մտնում նրա մոտ։ Ու հենց նրանց պես սա էլ մի օր ծխնելուզի մեջ նկատում է ոսկով ու արծաթով լիքը քսակը, առնում է ու դուրս պրծնում դեպի իրենց տունը։ Ճամփին պատահում է ձիուն, ձին աղաչում է. աղջի ջան, աղջի, ինչ կլինի ինձ քորես, 7 տարի է ինձ ոչ ոք չի քորել։ Վայ, խեղճ ձի, ասում է աղջիկը, քսակը մի կողմ է դնում ու քորիչով քորում է ձիուն։ Մի քիչ անց է կենում, ոչխարն է խնդրում. աղջի ջան, աղջի, ինչ կլինի ինձ խուզես, 7 տարի է ինձ ոչ ոք չի խուզել։ Վայ, խեղճ ոչխար, ասում է աղջիկը, հանում է մկրատն ու խուզում է ոչխարին։ Մի քիչ էլ գնում, այծին է հանդիպում։ Աղջի ջան, աղջի, խնդրում է այծը, ինչ կլինի, տեղ փող անես ինձ, 7 տարի է ինձ տեղ փող չեն արել։ Վայ, խեղճ այծ, ասում է աղջիկն ու տեղ փող է անում սոված այծին։ Վերջը հասնում է խափանջաղացին։ Աղջի ջան, աղջի, ինչ կլինի, բան գցես ինձ, խնդրում է խափանջաղացը, 7 տարի է այսպես կանգնած եմ, ոչ ոք բան չի գցում ինձ։ Վայ, խեղճ ջաղաց, կանչում է աղջիկը, ջուրը բաց է թողնում ու ջաղացը գոռում է։ Եվ որովհետև օրը հատել էր, մութն ընկնում էր, մտնում է ջաղացն ու դռան ետևում պարկում քնում։ Կախարդը վերադառնում է տուն, տեսնում է աղջիկը չկա։ Ծխնելույզի մեջ է նայում, տեսնում է քսակն էլ չկա։ Կատաղում փրփրում է, ընկնում է աղջկա ետևից։ Հասնում է ձիուն, հարցնում է. Այ ձի, ոսկով ու արծաթով լիքը քսակ ձեռքին իմ աղախնին չես տեսել։ Դու էլ հենց գիտես ես բան ու գործ չունեմ, բան ու գործս այն է, որ քո աղախիններին հսկեմ, պատասխանում է ձին։ Ես ինչ գիտեմ որտեղ է քո աղախինը, գնա ման արի գտի։ Գնում է, հերթով հասնում է ոչխարին, այծին, նրանք էլ նույն պատասխանն են տալիս։ Վերջը հասնում է ջաղացին։ Այ ջաղաց, ասում է, ոսկով ու արծաթով լիքը քսակ ձեռքին իմ աղախնին չես տեսել։ Ինչ ես ասում, այս գոռոցի մեջ լավ չեմ լսում, պատասխանում է ջաղացը, մոտիկ արի, ականջիս ասա։ Կախարդը մոտենում է ջաղացին, որ ջաղացի ականջին ասի, ջաղացը նրան բռնում է, պտտում, կոլոլում, տակով անում, շինում, ալուր աղցան ու շպրտում ցրում դեսուդեն։ Կախարդն ընկնում է, ձեռքի գավազանը գցում է գետնին։ Ջաղացն աղջկան ասում է. Այդ գավազանը վերցրու, դրանով զարկիր դռան տակի 2 քարին։ Աղջիկը կախարդական գավազանով զարկում է դռան տակի 2 քարին, մեկ էլ տեսնում է առաջը կանգնեցին իր 2 կորած քույրերը։ Փաթաթվում են իրար, համբուրվում ու ոսկով արծաթով լիքը քսակն առնում, ճամփա ընկնում դեպի տուն, իրենց պառավ մոր մոտ։ Տանը պառավներն իր աղջիկներին կորած էր համարում ու նստած սուքանելիս է լինում։
մեկ էլ հանկարծ ներս են մտնում երեքն էլ, ողջ ու առողջ, հետներն էլ ոսկով ու արծաթով լիքը քսակը, ուրախանում, աշխարհքով մեկ են լինում ու այն օրվանից հետո ապրում են ուրախ ու ապահով։ Ահա եւ վերջ, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ, իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել եւ սեղմել զանգակոճակը։ Ցտեսություն։